Ողո։ Տոնի։ Ինչպես են գործել։ Ինչ։ Ոտանավոր ես օրինում։ Քոյն գործ։ Ավելի լավ զբաղմունք չես գտել, հա։ Պետեր, իսկ դու ինչով ես զբաղված։ Ես ոչինչով։ Իմ ժամը դեռ չի հասել։ Այ հիմա տեսնենք, թե սա ինչ խնդիր է։ Հայրիկն սկսել է լուծել, բայց կիսատ է թողել, փորձենք մենք։ Պետեր, դու ոչինչ չգիտես։ Ինչի մասին, Տոնի։ Իրժի մասին։ Ինչ կա որ։ Դե արդյոք նա մտադիր չէ նոր ռեկորդ սահմանել։ Ինչու ես այդպես կարծում։ Գիտես ինչ։ Երեք երեկոյան նա հանկարծ ասաց. Տոնի, վաղը ժամը 3-ին ձեր կողմ նշան կանես, որ գործս հաջող գնա։ Ժամը 3-ին նշանակում է շատ շուտով։ Իսկ մեզ ոչինչ չի ասել։ Երևի չի ուզում, որ մայրիկն իմանա, նա միշտ շատ է ուզում, երբ Իրժին թրջում է։ Դու մայրիկին չասես լսում ես։ Չեմ ասի։ Այն խելահեղ օրերը, որ ապրում ենք մենք, դեռ չի տեսել եւ ոչ մի 100-ամյակ։ Դե Տոնի հերիքը փոչ խաղացնես, սույս տուր ոտանավորը։ Դեռ չեմ վերջացրել։ Դե լավ, ոչինչ, ոչինչ։ Դուք ստեղծեք։ Չէ, Տոնի, տուր, ես պերսոնայի, տուր։ Ուրեմն դուք այստեղ եք։ Ինչով եք զբաղված այստեղ երեխաներ։ Ոչ մի բանով։ Տոնի, քո ոտանավորի մեջ անհասկանալի ծով կա։ Այսա, բայց ահա գալիս է մի անծանոթ ճկնաղկին։ Մերձագործական տվայտանքներ։ Մեր Տոնին դարձյալ անձնվել է հանգերին։ Հորացակ ընտրեմ, Տոնի, ով է այս անծանոթ ճկնաղկինը։ Ես հիմա կվարեմ։ Հիմարություն միան է Տոնի, ես քեզ մի անգամային լուրջ եմ ասում։ Ասեմ քեզ, որ ոտանավորն այնքան էլ վատը չէ։ Չէ, իսկապես։ Իսկապես ված չի հնչում, պատանի արիո։ Որ այդպես է դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթ ճկնաղկինը։ Դու գովերգում ես մահ։ Էլ ինչու ես հարցնում, եթե հասկանաս։ Զարմանում եմ, որ դու այդպիսի տենչանքով կանչում ես մահվան։ Ախր դու դեռ երեխա ես։ Պատճառն էլ հենց այն է, որ դեռ երեխա է։ Մեր Տոնին համաշխարհային վշտի կրողն է։ Ու անծանոթ ճկնաղկին, ամոքիրին վիշտը։ Իսկ իմ գլուխ չի մտնում, ինչ գեղեցիկ բան կա մահվան մեջ։ Միայն այն դեպքում, երբ գիտես, թե ինչի համար ես մեռնում, այդպես է չէ։ Ճիշտ է։ Դու գիտես, որ մեր Իրժին այսօր մտադիր է նոր ռեկորդ սահմանել։ Ով ասաց։ Տոնի։ Եղանակը հիանալի է։ Եթե դրա հետ մի քիչ էլ հաջողություն լինի, Ինչ ռեկորդ է դա։ Թրիչկի բարձրության։ եւ այն էլ բեռնված ինքնաթիռով։ Գրած կգա, որ Իրժին վաղ թե ուշ կսահմանի այդ ռեկորդը։ Մեր Իրժին հայրիկին է քաշել։ Ինչո՞վ։ Քաջությամբ, Տոնի։ Կարգապահությամբ, Պետեր, կարգապահությամբ։ Դուք գոնե տեսել եք հայրիկին։ Իսկ ես։ Ասացեք մերոն դրան էլ էր հայրիկի նման։ Նա էլ էր նման, այդ պատճառով էլ զոհվեց։ Իսկ դու։ Ես աշխատում եմ նմանվել Տոնի։ Ձեռքից ես եկած նանում եմ։ Իսկ Պետեր։ Ձեզ սա ամեն ջան գործադրում է, որքան կարելի է քիչ նմանվել նրան։ Խեղճ հայրիկ, զարմակից երևի բերանը բաց կմնա։ Հետելասորի սպա, մաժոր, իսկ տղան թույլ տվեք նկատել ուզում է աշխարհը շուրթա։ Մի հավատա դրան, մի հավատա դրան, Տոնի, հայրիկը միշտ նրանց հետ էր, ովքեր քայլում են արջևից, եւ ես կատարելապես նման եմ նրան։ Այսպես, ծև զինվորը գնում է 4, սպիտակները ստիպված են պաշտպանվել։ Սպիտակները ստիպված են պաշտպանվել։ Այո։ Ցույց տուր տեսնեմ։ Ահա, ծևերը գնում են գրոհի, սպիտակները նահանջում են։ Ոչ սպասիր։ Հայրիկը մտադրվել է այստեղ գնալ դեհին։ Գուցե։ Բայց հիմա ժամանակներն ուրիշ են։ Հայրիկը հետելազորի սպայեր, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Առաջ ճնշված զինվորներ թշնամու ամրոցը, սպիտակ նավակը վտանգի տակ է։ Հիմա լսիր Պետեր, այս զինվորի ետար դուք չազդում ես խաղը։ Ինչ խաղ։ Հայրիկի խաղը, հայրիկը կգնա դեհին։ Հիմա այլևս հայրիկը չի խաղում, խաղում ենք մենք։ Իզուր ես փորձում ակացի տալ սպիտակ ձի։ Ոչինչ չի կարող կանգնել զինվորի ճանապարհին։ 3 քայլից հետո նա կդառնա ամենակարող թագուհի։ Իմիջայլոց մենք դրան ուրիշ անուն ենք տալիս։ Ինչ անուն։ Նոր կառավարություն, սիրելիս, սևերի իշխանություն եւ այդպես էլ կլինի։ Այդպես չի լինի Պետեր։ Մենք ունենք եւս մի քայլ։ Ինչ քայլ։ Այստա։ Սա արդեն կոչվում է բռնության ճանապարհ։ Դե ինչ արած։ Մենք էլ այլ կերպ կգործենք։ Թողեք ձեր քաղաքականությունը, սա ինչ անտանելի բան է։ Ախր սա խաղ է, հանգստացիր քնքուշ արարած։
Մենք հենց այնպես ուզում ենք մի քիչ սուսերը վարտել։ Ճիշտ է, Պետեր։ Ճիշտ է, Տոնի, դա շատ լուրջ գործ է։ Ճակատամարտ հին ու նոր աշխատերի միջև, բայց մի վախենա, Տոնի, ես կորնելիս սուսերից ծայրին կառնեմ այնպես, ինչպես բձեզը քորոցի ծայրին։ Կործանվի անիծյալ հին աշխարհը։ Կորնել։ Ես պատրաստ եմ։ Շնորհ եք ընտրել, Հարկել Ախոյան։ Ահա, պիտանի է, դե Տոնի հրաման դու։ Չեմ ուզում, Շադրություն։ 1, 2, 3։ Ահա։ Գործեն բռնակալները, գործեն դավաճանները։ Եղավ, դիպով առաջին հարված։ Հարվածուցին վերքը թեթևը մենամարտը շարունակվում է փոփոխի հաջողությամբ։ Մենք կհասնենք ազատության։ Քիչ ամպերին, Փոքրիկ ճակրված է, փոքրիկ ճակրված։ Առաջ ձև զինվոր։ Հո, մենք կանգնած ենք ժայռի պես ամուր։ Դա է մեր վճռական քրիվը։ Եղավ, դիպավ, դիպավ։ Ոչ մի դիպչել, այ քեզ դիպչելա։ Ստացիր։ Ոչ, թողեք Պետեր։ Դադարք բան է։ Գաց, հարվածը գում գիտեր ուղված կորնել դու սպանված ես։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարդը մինչև վերջին շունչը։ Վերջնում եք։ Հիմա Տոնի, հիմա։ Ձեր զինվորը գնում է գրոհի, ահա հին աշխարհը խորտակվում է։ Այդ հարվածով իս կրտի դեր Պետեր։ Շնորհակալ եմ, ես սպանված եմ։ Որապես ցավում եմ։ Այո, ես սպանված եմ, բայց հազարավոր ձեր զինվորներ կկանգնեն իմ տեղը։ Երեխաներ, այս ինչ իրարանցում է, նորից։ Ոչինչ, մայրիկ, պարզապես հետ զոր կորնելը սպանեցից, հարվածեց ուղիղ սրտից։ Իսկ Պետերը սուրը հրեց կոգործ մայրիկ, շատ լուրջ վերցիկ։ Մի տեսեք, թե ինչ է կարել այստեղ անբաններ և անպայման հոր աշխատասենյակ։ Մենք քեզ կօգնենք, Այո, մայրիկ։ Հարկ է, լավ օգնականներ է, ոչ չկա։ Գոնե ամաչեցեք, մեծ տղաներ եք։ Ինչ կմտածեք ձեր մասին Տոնի։ Դե գնացեք տոքից փախացնեք։ Գրանտայքի կրակին թրացնով։ Լավ 100 մետրից շշի։ Միայն թե մի բան ջանք։ Տոնի դու չես գալիս։ Ոչ, Տոնին չի սիրում ձեր կրակոցները, ճիշտ է Տոնի։ Ես գիտեմ, Տոնի վախենում է։ Մնավել չէ։ Նա ուղղակի ձեզ նման չէ, ահա թե։ Մեզնից ամեն մեկը տարբեր եմ ես, մայրիկ։ Ավելի քիչ կամ դուք կարծում եք։ Գնացեք։ Դու չես բարգանում, չէ մայրիկ։ Էլիս բարկանա, խեղճ մայրիկն ատեն վարժվել են։ Դուք չգիտեք որտեղ է Իրջին։ Երջին, հա, իսկապես ուր է կորել Երջին։ Դու չգիտես Տոնի։ Տոնի։ Կարծեմ ինչ-որ ժամադրություն ունի։ Ինչ էլ միացողն ես գտել, երևի մի անծանոթ չքնաղ կնոջ է։ Իսկ այստեղ ինչ է իրանում Տոնի։ Կարծում եք։ Հայրիկի գրքերի։ Այո, մի ճանապարհորդի շղաթայ։ Սա քեզ պետք չէ Տոնի։ Դու երբեք ճանապարհորդ չես դառնա, ճիշտ է։ Այո, մայրիկ, բայց ես այնպես պարզ պատկերացնում։ Ինչ է։ Զանազան բաներ, տափաստան, անտառներ, կանաչ։ Մայրիկ, ես չեմ կարողանում հասկանալ, ինչպես կարելի է կրակել կենդանիների վրա։ Ես միայն ուզում եմ, որ դու մնաս միշտ այնպիսին, ինչպիսին հիմա ես։ Դե գնա։ Ինչու ես նրանց միշտ քո կողմը քաշում։ Դու գիտես, Ռիխարդ, որ ես չեմ սիրում այդ։ Նույնիսկ Տոնին, որ ծնվել է քո մահից հետո, քեզ երբեք չի տեսել։ Հարմար մի պահ գտնում է, թե չէ իսկույն այստեղ է բացում։ Ախր ինչու ես այդ անում։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները պատկանեն ինձ, չեմ ուզում, որ նրանք քո ետևից գան։
Ես չթանկագինս որ նրանց այստեղ եմ քաշում։ Իրենք են գալիս։ Նրանք մանկուց ավելի լավ խաղալիք չեն գտել, քան այս հնամաշ իրերը։ Ում են պետք դրանք։ Դու կարող էիր վաղուց դեն նետել։ Չէր ես ասում։ Թափել։ Չէ որ սրանք քո հիշատակն է։ Բավական է աչքերս փակեմ, եւ ես ահավոր կերպով զգում եմ, որ այստեղ եղել է Ռիխարդը։ Այստեղ ամեն ինչ լցված է քեզնով, այստեղ կարելի է շնչել քեզնով։ Ոչ, հնոտիկը մեղք չունեն։ Իսկ երեխաներին այնուամենայնիվ փչացնում ես Ռիխարդ։ Ինչ ես ասում թանկագինս, դե ասա ինչպես կարող եմ ես նրանց փչացնել։ Եթե մարդս մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին, գիտեք քանի տարի անցել։ 17։ Ուրեմն այսպես, ոճակս։ Եթե մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին եւ դրանից անցել է 17 տարի, ապա նրանից շատ քիչ բան է։ Ես այլևս ոչ մի բանի պիտանի չեմ առողնյակս։ Միևնույն է դու նրանց քո կողմն ես քաշում։ Այդ ուժն է նրանց այստեղ բերում։ Գիտես ինչ մեծ բան է երեխաների համար այն, որ իրենց հայրը զինվոր է եղել, հերոս։ Հարկավոր չէր թանկագինս նրանց պատմելի մասին, այդ դա է քո սխալը։ Աշխարհում քիչ երեխաներ կան, որ կարող են հպարտանալ իրենց հորով։ Դու չես պատկերացնում, թե դա ինչ է նշանակում մեր երեխաների համար։ Դու չափազանցնում ես, բարեկամս։ Ոչ մի արտակարգ բան չի եղել։ Մի հասարակ ընդհարում բնիկների հետ եւ այն էլ անհաջող։ Գիտեմ, բայց քո գեներալն այն ժամանակ գրեց. Տիկին, դուք սգում եք հերոսի մահը։ Ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցելու ամենավտանգավոր գործին։ Ինչ հերոս։ Որևիցե մեկին հարկավոր էր ուղարկել։ Եվ եթե ես չգնայի, կգնար մեկ ուրիշը, ահա եւ բոլորը։ Մեկ ուրիշը երևի 5 երեխայի հայր չէր լինի։ Այո, թերևս։ Բայց դա դեռ չի նշանակում, թե 5 երեխա ունեցողը վատ զինվորական պետք է լինի։ Ամենայն դեպս ես մի առանձին բան չեմ արել աղավյանս, բայց դու դա չես հասկանա։ Ինչու՞։ Մեր գնդապետը սխալվել է։ Հարկավոր էր, որ գլխավոր շարասյունը որոշ ժամանակ սպասի ներքևում։ Իսկ այնտեղ լեռնանցքի մոտ պետք էր տեղավորել 2 գումարտակ։ Նաև լեռնային մի մարդկանց։ Ես անչափես հասկացա եւ ասացի գնդապետին։ Իսկ նա ինձ պատասխանեց. Դուք կարծես վախենում եք, մայոր։ Եվ դու դրա համար գնացիր մեռնելու։ Գլխավորապես դրա համար թանկագինս։ Պատճառով։ Նրա պատճառով։ Ռիխարդ։ Ոճակս։ Իսկ դու ինչպես ես ապրել դու։ Ես սպասում էի քեզ սիրելիս։ Ծնեցի քո 5-րդ որդուն։ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ կարող հասկանալ, թե ինչու է այդքան փխրուն։ Երևի այն պատճառով, որ ես շատ եմ արդասվել քեզ համար։ Ոչինչ, ոճակս, ոչինչ։ Այ կտեսնես, կտրիչ ու հերոս տղա կդառնա։ Ոչ, չեմ ուզում, որ տոնին հերոս դառնա, լսում ես, Ռիխարդ։ Ես չափազանց թանկ վճարեցի ձեր հերոսության համար։ Բավական է միայն, որ զոհվել ես դու։ Միթե դու գիտես, կամ ձեզանից որևէ մեկը գիտե, թե ինչ է նշանակում կորցնել ամուսնուն։ Եթե իմանաս, թե ինչ եմ դարձել ես, Ռիխարդ։ Ախ, Ռիխարդ, ինչպես կարողացար համաձայնվել, որ այդպես անտեղի մեռնելու ուղարկել քեզ։ Ոճակս, բայց ես ինչ կարող էի անել, երբ այդ հիմար գնդապետն ասաց, թե ես վախենում եմ, եւ ասաց զինվորների ներկայությամբ։ Դուք կարծես վախենում եք, մայոր։ Ասա ինձ, փոքրիկս, դու ինչ կասեիր, եթե այնտեղ լինեիր այդ պահին։ Ես կասեի գնա, Ռիխարդ, այդ վիրավորանքը տանել չի կար։ Տեսնում ես, ոճակս, տեսնում ես, ուրեմն դու էլ նույն զգացումը կունենայիր։ Դրա համար էլ սիրեցի քեզ, Ռիխարդ։ Հիմա էլ սիրում եմ դրա համար։ Քո մարտական տեսքը, խթանների ծնգոցը, քո քաջությունն ու ինքնագոհությունը, քո թեթևամտությունն ու ազնվությունը, չգիտեմ ինչու էր դա ինձ գրավում։ Երևի այն պատճառով, որ ես հիմարը սիրահարվել ու խենթանում էի քեզ համար։ Բայց նույնիսկ հիմա
Ես չէի համաձայնվի, եթե ինչ-որ չափով նվաստացնեի քեզ։ Այ տեսնում ես հոգյակս, տեսնում ես։ Իսկ եթե ես այն ժամանակ ետ կանգնեի։ Ոչ, բարից մի կարճի, Ռիխարդ։ Ես հավանորեն կհամաձայնվեի, որ դու այն ժամանակ հերոսի նման չվարվեիր։ Դու կվերադառնայիր ինձ ու երեխաների մոտ, պաշտոնաթող կլինեիր, ես կընտելանայի եւ առաջվա նման կսիրեի քեզ, Ռիխարդ, ես հոգ կտանեի քեզ համար։ Այնպիսի մի մարդու համար, որը ոչ մի բանի պիտանի չէ եւ միայն տխրել կարող է։ Եվ դա կգոհացներ քեզ հոգյակս։ Միևնույն է, չէ՞ որ ես միշտ էլ քչով եմ գոհացել։ Գիտեմ, թանկագինս, գիտեմ։ Քեզ համար շատ ծանր է։ Մայորի այն չնչին թոշակը, որ մնացել է ինձանից հետո։ 5 երեխա էին, Ռիխարդ։ Դու չես պատկերացնում, թե դա ինչ ծանր բան է միայնակ կնոջ համար։ Ներիր սիրելի դիվ, գուցե ես չպետք է քեզ ասեի դա, բայց դուք տղամարդիկը ամենաչնչին պատկերացումն իսկ չունեք։ Հագուստ, կոշիկ, դպրոց, նորից հագուստ, կոշիկ, դպրոց, 10 անգամ ձեռքերի մեջ շուռ տալ ամեն մի փալաս ու գրոշ, ամբողջ ժամանակ հաշվել։ Դե իհարկե սրա մեջ մի մեծ հերոսություն չկա, բայց առանց դրան չի ապրվի, Ռիխարդ։ Ինչու ես նայում ինձ, թանկագինս։ Դե, տեսնում ես չէ ինչ եմ դարձել։ Հոգյակս, գեղեցկուհի ես, ավելի գեղեցիկ քան առաջ։ Հիմար բաներ մի ասա, Ռիխարդ։ Մենք ապրողներս սարսափելի փոխվում ենք։ Այ դու բոլորովին չես փոխվել։ Ես նույնիսկ ամաչում եմ, որ այսքան ծերացել եմ։ Իսկ դու առաջվա նման ջահել։ Մի նայիր ինձ այդպես իմ միակը, չէ որ ծանր բեր էր ընկած իմ ուսերին, և այնքան դժվար էր առանց քեզ։ Դե ինձանից առանձնապես օգուտ էլ չկար։ Բայց գոնե մենակ չէի։ Իսկ ամենից շատ քո կարիքը զգացի, երբ երեխաները սկսեցին մեծանալ։ Ոչ, մի անհանգստանալ, նրանք սկանչելի տղաներ են, և Ոնդրան, և Իրժին, Կորնելը, Պետրը, միշտ պատրաստ են եղել ինձ համար անելու ամեն բան։ Բայց երբ նրանք հասուն տղաներ դարձան, ինձ սկսեց թվալ, որ նրանք խոսում են ինչ-որ օտար լեզվով։ Ես միշտ չէ, որ հասկանում եմ նրանց, Ռիխարդ։ Թանկագինս, ինձ թվում է, որ դու նրանցից գանգատվելու իրավունք չունես։ Դե, ինչպես ասեմ քեզ, ես նման եմ մի թխսամոր, որ արծվի ձագեր է հանել։ Ծվարել եմ գետնին ու կրտկրտում եմ սարսափից, թե ուր որ է ահա իրար հետևից դուրս կտրչեմ։ Երբեմն ինքս ինձ ասում եմ, չի կարելի այդքան անփոփի լինել, չի կարելի խանգարել նրան։ Ախ, Ռիխարդ, ինչ սարսափելի բան է մայր լինել։ Չէ որ ես էլ ժամանակին խենթ ու խելառ էի, իսկ դա ով գիտե ավելի լավ, քան դու սիրելի։ Գիտեմ, թանկագինս, գիտեմ։ Ես մեր տնից փախա քեզ համար։ Ես ոչ մի բանի մասին չէի մտածում։ Պատրաստ էի կյանքս անգամ զոհել։ Իսկ հիմա կուզեի ժլատի նման պինդ նստել սնդուկին, ուր պահված է այն ինչով ապրում եմ ես, ու գոռալ բոլորի վրա չեմ տա։ Առանց այդ էլ ես շատ եմ տվել, Ռիխարդ, սկզբում քեզ, հետո մեր Ոնդրային։ Այլևս ինձանից ոչինչ չի կարելի պահանջել, լսում ես, ինձ վրա չափազանց թանկ նստեց այն, ինչ դուք անվանում եք հերոսություն։ Սկզբում դու, հետո մեր Ոնդրան։ Ոչինչ, թանկագինս, ոչինչ։ Ոնդրան զոհվեց գեղեցիկ մահով, գեղեցիկ և ազնիվ։ Գեղեցիկ, ազնիվ։ Ձեզ համար շատ ազնիվ է թվում ինչ-որ բանի համար մեռնելը, իսկ ձեզ կորցնողի մասին դուք մտածում եք։ Արտավոր էիր գնալ մեռնելու, դու զինվոր էիր, բայց Ոնդրային ոչ ոք չէր ստիպում, նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտությամբ, կարող էր աշխատել որևէ հիվանդանոցում և այն ժամանակ գուցե չվարակվեր։ Այդ բոլորի մեղավորը դու ես։ Ինչեր ես ասում, թանկագինս, ես ինչպես կարող եմ մեղավոր լինել, երբ այն ժամանակ վաղուց պառկած էի գերեզմանում։ Միևնույն է, դու միշտ նրան այստեղ քո աշխատասենյակն էիր քաշում։ Մեծ ազդեցություն ունեիր նրա վրա, սիրելի դիվ։
Այստեղ էր նա պարապում, այստեղ էր խորանում գրքերի մեջ։ Այստեղ էր, որ մի գեղեցիկ օր ասաց մայրիկ, ես գնում եմ Էկվադոր, ուզում եմ աշխարհ տեսնել, գողի նման, փախավ թևիս տակից։ Ես չէի իմանա անելիքս։ Եղբայրներիդ համար որտեղ ես եղել այնքան խոհուն, արդարամիտ, ու հանկարծ մեկնում ես Էկվադոր և մեռնում այնտեղ դեղին տենդից։ Ախ, մայրիկ, ինքդ դատիր, դեղին տենդից ամեն տարի մեռնում էին 100 հազարավոր մարդիկ, ամոթ կլիներ չգտնել դրա բուժման միջոցը, դա պարզապես պարտք էր։ Քո պարտքը։ Գիտության պարտքը, ես ձգտում էի մի բանի, պարզել դեղին տենդի բնույթը, դրա մեջ ռուսական ոչինչ չկա, բայց եթե մարդը զբաղվում է գիտությամբ, նա պետք է ուսումնասիրի երևույթների պատճառը, իսկ մնացածը դատարկ բան է, զանազան հերոսություններն ու պատվի հարցերը դատարկ խաղեր են, բայց մարդկանց գիտելիքի թեկուզ մի փշրանք տալը, սա արդեն արժե զրողության։ Եվ դու հասար հաջողության։ Ես ոչ, մայրիկ, բայց ուրիշները հասան, մի շվեդ և մի ամերիկացի։ Տեսնում ես Օնդրա, քո զոհաբերությունը անտեղի էր, չէ, նաև ավելորդ։ Ոչ, մայրիկ, դու պարզապես այդ չես հասկանում։ Այո, ես դա չեմ հասկանում։ Ես անընդհատ նույն բանն եմ լսում, և Իրժից և այն երկուսից։ Մայրիկ, դու դա չես հասկանում։ Չեմ հասկանում։ Ինչ մի տարօրինակ բան կա ձեր մեջ, որ ես արդեն չեմ հասկանում։ Ռիխարդ, այսինչ օտար և թշնամական բան է բուն դրել սրանց մեջ։ Չակս, նրանք արդեն հասուն տղամարդիկ են, և ամեն մեկը ունի իր հետաքրքրությունները։ Ձեզանից ամեն մեկը մտածում է իր փառքի, իր կոչման, իր պատվի և Աստված գիտե թե ինչ բաների մասին, որ ես ի վիճակի չեմ հասկանալ։ Իսկ ես ուրիշ կոչում չեմ ունեցել ձեզանից բացի։ Իհարկե, սրա մեջ մի մեծ բան չկա սիրուց բացի, բայց երբ ես սեղանին էի դնում որևէ ճաշատեսակ ձեզ 5 երեխաներիդ համար, ես այնպես էի զգում, որ կարծես ծիսակատարություն էի անում։ Ախ, Օնդրա, պատկերացնել չես կարող, թե ինչքան դատարկ է սեղանն առանց քեզ։ Ես շատ եմ ցավում, մայրիկ, սիրելիս։ Դուք իրավացի եք։ Դա ես չեմ հասկանում։ Մեռնել ամենքն էլ կարող է, բայց եթե իմանայիք, թե ինչ կնշանակի որդի կամ ամուսին կորցնելը, միայն թե իմանայիք։ Այստեղ դու իրոք որ իրավացի ես, մայրիկ։ Ինձ պետք չէին իրավացի լինել, ինձ դուք եք պետք, իմ զավակներն են պետք, դու չպետք է մեռնեիր, Օնդրա, դու այնքան լավ, լուրջ պատանի էիր, դու հարսնացուն էիր, տղաս, կարծեմ ուզում էիր ամուսնանալ, այստեղ կարծես թե ես իրավացի եմ, չէ։ Այո, մայրիկ, իհարկե։ Դե տեսնում ես։ Սա ինչ բան է։ Ոչինչ, Կորնելը Պետրը կրակում է։ Շատ լավ է։ Ով կրակել չգիտեր, նա ոչ մի բանի պետք չէ։ Տոնին չպետք է կրակել։ Նա ուրիշ բնավորություն ունի։ Ոչ, ես նրան այս սենյակը չեմ թողնի։ Ինչու՞։ Որովհետև անընդհատ կշշնջակ նրա ականջին։ Տղամարդ եղիր, Տոնի, տղամարդ եղիր։ Արա ինչ-որ բան, գնա մեռնելու, հանուն փառքի, պատվի, ոչ, ես նրան այստեղ չեմ թողնի, լսում եք, Տոնին գործ չունի այստեղ։ Անկագինս, բայց դու չես ուզում, որ Տոնին աղջիկա նման մեծանա։ Ես ուզում եմ, որ Տոնին իմը լինի, միայն իմը։ Դու ոչ մի իրավունք չունես նրա վրա, Ռիխարդ, Տոնին ծնվել է քո մահից հետո, նա իմն է, միայն իմը, նա այստեղ գործ չունի։ Մայրիկս երևույթին լավ կարծիքի չէ մեր շրջապատի մասին։ Այո, որովհետև դուք մեռած։ Մայրիկ, դու մեզնից վախենում ես։ Ես ձեզնից վախենամ։ Մոտեցիր Օնդրա, թող որ մի լավ նայեք։
Քեզ շատ ես ասում այս սպիտակ խալատ։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև, հայրիկ։ Ողջույն, Օնդրա։ Այսում եմ տեսնում։ Իրժի։ Բարև, Իրժի։ Իրժի, դու այսօր թռել ես։ Թռել եմ, մայրիկ։ Այսօրվա թռիչքս սքանչելի է։ Ինչ լավ է, որ շուտ եկար։ Տանել չեմ կարող, երբ թռչում ես։ Ապրես, որ շուտ եկար։ Ինչպես տեսնում ես, մայրիկ, ամենից առաջ քեզ եմ այցելում։ Իրժի քեզ շատ ես ասում այս զգեստը։ Տեսնում ես հայրիկին և Օնդրային։ Տեսնում եմ, մայրիկ։ Նրանք մեռած են, Իրժի։ Ինչպես կարող ես տեսնել նրանց։ Ինչպես կարող ես խոսել նրանց։ Գիտես ինչ, մայրիկ։ Միայն թե դու մի բարկացիր, լավ։ Իմ ինքնաթիռը մի անսպասելի խաղ խաղաց գլխիս։ Ահա և բոլորը։ Իրժի, քեզ բանը պատահել։ Ես նույնիսկ ցավ չզգացի։ Իրժի, դու ինձանից ինչ-որ բան թաքցնում ես։ Մայրիկ, միայն թե դու մի բարկանա, լավ։ Ես պարզապես ջարդուփշուր եղա։ Դու։ Մայրիկ, սիրելիս։ Ուրեմն դու մեռած ես, Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում։ Դեր իմ ասած, Իրժի, Իրժի։ Լավ, մայրիկ, ընտրում եմ, հանգստացիր։ Իրժի, դու հեռացար ինձանից, դու խորտակվեցիր, Իրժի։ Պետք է, արիավար կրես այս կորուստով կյակս, դա փարահեղ մահ էր։ Փարահեղ մահ, դու հասար քո նպատակին, Ռիխար։ Ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Ես պարզապես ուզում էի մի նոր բան հնարել, դե իսկ մոտորը չդիմացավ։ Ճիշտ ասած, ես էլ չեմ հասկանում, թե ինչպես եղավ։ Իրժի։ Խնդրում եմ, մայրիկ, հանգստացիր։ Իսկ դու ինչ էր փորձարկում։ Հայրիկ, ես ուզում էի բարձրության նոր ռեկորդ սահմանել, 1.5 տոննա բեռնված ինքնաթիռով։ Իսկ դա այդ ռեկորդը ունի նշանակություն։ Իհարկե, հայրիկ, օրինակի համար պատերազմի ժամանակ ռումբերի մաքսիմալ բեռով հասնել առավելագույն բարձրության։ Ճիշտ է, դա հասարակ բան չէ։ Իսկ դու ինչ բարձրության հասար։ 2000 մետրից ավելի։ Եվ այստեղ արդեն մոտորը սկսեց վատ պահել իրեն։ Իսկ դա ռեկորդ է։ Իհարկե, հայրիկ, իր կարգի մեջ համաշխարհային ռեկորդ է։ Գեցես դաս, գեցես։ Ես շատ ուրախ եմ։ Բայց ափսոս, որ բարձրաչափս կոտրվեց։ Ինչու՞։ Հիմա էլ չի կարելի ապացուցել, որ ես հասել եմ այդպիսի բարձրության։ Դա կարևոր չէ, Իրժի։ Միայն թե դու իսկապես հասած լինես դրան։ Բայց ոչ ոք չի իմանա այդ մասին։ Կարևորն այն է, որ գործն արված է տղաս։ Իրժի, Իրժի։ Հանգստացիր, մայրիկ։ Իրժի։ Մայրիկ, սիրելիս, միայն խնդրում եմ, երբ ինձ կբերեն, դու ինձ վրա մի նայիր, լավ։ Այն ինչ որ պիտի բերեն, այլևս ես չեմ։ Ես այն եմ, ինչ որ էի։ Եվ այդպես էլ կմնամ քեզ համար։ Իմ Իրժի, այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա, հանուն ինչի, հանուն ինչի։ Դու դա չես հասկանա, մայրիկ։ Չես կարող հասկանալ։ Մայրիկ, խնդրում եմ, մայրիկ, մի ուզվիր, քեզ պինդ պահիր։ Լասմի լինի թանկագինս, մենք միշտ քեզ հետ ենք։ Քեզ անհանգստացնում եմ, բայց քեզ բան պիտի ասեմ։ Հենց հիմա մեզ հայտնեցին, հասկանում ես, մեր Իրժին, նրա ինքնաթիռին
ինչ որ բան է պատահել, բայց դու մի անհանգստացիր, մայրիկ, սարսափելի ոչինչ չի եղել, բայց Երշին, մայրիկ դու ամեն ինչ գիտես, Ուշադրություն։ Քո ձայնը սիրելիս ոնց որ մեր կորնելի ձայնը լինի։ Բոլոր բնակիչներին կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ կարգ ու կանոն։ Նախազգուշացնում ենք, որ փողոցներում խստիվ արգելվում է ամեն տեսակի հավաքույթներ եւ կուտակումներ։ Չընթարկվելու դեպքում ոստիկանական ջոկատները եւ զորամասերը ամենավճռական միջոցներով թող են։ Դու գիտես, որ մայրիկը չի սրում եւ պրայդը ձեռք են տալիս։ Իմանությունը դատապարտված լինել տանանստելու։ Հիմա բանվորները դուրս կգան գործանից։ Կարող է իրար անցնել քժողը տանի ոնց մնաց տանանստած։ Կորնել ինչ է պատահել պետ է։ Չգիտեմ, ձերբակալված է։ Ինչ գործ ուներ քիթը խոթանու այդ գործերի մեջ։ Բայց չէ որ դու ես խոթում, կորնել։ Մենք կարգ ու կանոնի եւ ազգի բարության կողմնակից ենք, դու այդ բանը դեռ չես հասցնում, Տոնի։ Բայց չէ որ պետերը միշտ դեմ երան նպատակավերածություններին։ Ավելի վատ, Պետերն ուզում էր, որ այդ խաշամուշը կառավարի երկիրը, դա մենք թույլ չենք տա։ Ով այդ մենք։ Մեր կուսակցությունը, մենք, մեր ազգը։ Եթե իշխանության գլուխն ասնեին նրանք իրենցին երազանքներով, խաղաղության ու հավասարության գաղափարներով, ոչ Պետեր, մենք ազգը չենք հասցնի նման արարգանքի։ Կորնել։ Պետերը։ Ինչ կլինի Պետերը։ Մերոք, ձերբակալել են նրան և պահում են առայժմ։ Իբրև հանցագործի։ Իբրև պատան։ Մի վախենա նրա ոչինչ չի լինի։ Բայց եթե այդ խառնամբոխը նորից սկսի կրակել փողոցներում, այդ ժամանակ ես չեմ երաշխավորում։ Այդ ժամանակ դուք կգնդակահարեք Պետերին։ Ես չեմ գնդակահարի, Տոնի, բայց դե պայքարը։ Թող այդ քչրուտները ցածեն են զենքերը։ Այդ ժամանակ մերոնք ազատ կարձակեն Պետերին և մյուս պատաններին։ Ակերեսու կորել։ Ակերեսու թե հիմա ինչ վիճակում է Պետերը։ Ինչպես է նայում դեռանում սպասում, ամբողջ ժամանակ սպասում, թե երբ կբացվի դուռը և կասեն գնանք։ Ուր։ Այնտեղ կիմանաս։ Ստասիր։ Ոչ։ Չէ, լրություն է։ Բարեբախտաբար չեն գրակում։ Ըստ երևույթին բանակցություններ են սկսել, թեպետ չեմ հասկանում թայտավազակների հետ ինչ բանակցություններ։ Իսկ ձեռքերը կապում են։ Ում, երբ։ Երբ տանում են գնդակահարելու։ Դե իհարկե պարզ բանը կապում են։ Ինչու ես հարցնում։ Իսկ կարող են մարդիկ այդպես գազանաբարատել միմյանց, կորնել։ Լսիր, Տոնի։ Լսիր, եթե Պետերը հետ մի բան պատահի, մայրիկը չպետք է իմանա։ Մենք նրան պետք է ասենք, որ նա դեռևս ձերբակալված է, լավ, բայց գուցե իսկապես ամեն ինչ վերջացել է։ Այդ ստոր ամբողը հավանաբար հանձնվել է։ Այդպիսի տարօրինակ լռություն է, տանից դուրս չի գաս, Տոնի։ Ես իհարկե պետք է մերոց մոտ լինեի, բայց վիճակը լուրջ է, Տոնի։ Ես կմնամ տանը, մայրիկի և քեզ համար։ Կորնել, ուր է Պետրը, ինչու մինչև հիմա դեռ չի վերադարձել։ Առավոտյան դու ասացիր, որ դա թյուրիմացություն է և երեկոյան նրան բաց կթողնեն։ Կորնել, լսում ես։ Այո, մայրիկ, բայց դա այնքան շուտ չի արվում։ Ձերբակալված են հարյուրավոր մարդիկ և մինչև բոլորի գործը քննեն, դա կարող է ձգձգվել գուցե մի ամբողջ շաբաթ։ Մի շաբաթ։ Քո կարծիքով մեր Պետրին պետք է այդքան երկար տանջեն։ Ոչ, ես այսպես չեմ թողնի։ Ես կգնամ նրանց մոտ և կասեմ։ Անհրաժ բան է, մայրիկ, քեզ ներս էլ չեն թողնի։ Ինչպես է չեն թողնի։ Ես սպիտակեղեն և ուտելու բան կտամ իմ Պետրին։ Ես մայր եմ, ինձ ոչ ոք չի արգելել։ Բայց և այնպես դու պիտի սպասես։ Զորքը փակել է փողոցները։ Քաղաքի կենտրոն ոչ ոքի թույլ չեն տալիս։ Իսկ մայրերին թույլ կտան։ Ես պետք է տեսնեմ Պետրին, Կորնել, պետք է իմանամ, թե ինչ է պատահել նրան։ Պետրը հանցագործ չէ, որ նրան բանտ նստեցնել։ Ես նրան այսպես էլ կասեմ, որ նրանք իրավունք չունեն իմ տղային բանտում պահելու։ Մայրիկ, դու կարծես թե լավ չես հասկանում։ Գնա։
չկա, որ տեսնես թե ինչքան հիմար եմ։ Ես աշխատում եմ ամեն բան հասկանալ, Կորնել, բայց դա ինձ չի հաջողվում։ Ինչպես կարող են նրանք բանտ նստեցնել իմ տղային, որը ոչ մեկի վնաս չի տվել, այդ բանը ես չեմ կարող հասկանալ, Կորնել։ Ներիր մայրիկ, բայց դու չես ուզում ըմբռնել, որ մեզ մոտ հիմա քաղաքացիական կռիվներ են սկսվել։ Հետո ինչ, միթե դա այդքան անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է, որովհետև մարդիկ բաժանել են երկու խմբի, իսկ իշխել կարող է դրանցից մեկը միայն։ Ահա և ստիպված են կռվով վճռել, թե ով պետք է իշխի։ Միթե այդքան կարևոր է պարզել, թե ով պիտի իշխի։ Ինչ է, նրանցից ամեն մեկը իր ընտանիքը չունի, թող ամեն ոք իր ընտանիքի հոգսը քաշի։ Ընտանիքը դեռևս ամեն ինչ չէ։ Ոչ, Կորնել, ոչ, ոչ, ինձ համար ամեն ինչ է։ Եվ մի ասա, որ Պետրը ուզում է ինչ-որ մեկին վնաս հասցնել։ Ես նրան լավ գիտեմ, նա ճանչին էլ մատով չդիպչի, դու կանեիր իսկ, նա ոչ։ Կամայն հնարավոր է մայրիկ, բայց նրա կուսակցությունը կկամենար իշխել և իր ուզածները շուր տալ ամեն ինչ։ Նրանցից ամեն ինչ սպասելի է, կողոպուտ, սպանություն։ Ոչ, Կորնել, Պետրը անընդունակ է որևէ վատ բան անընդունակ, Կորնել, անընդունակ։ Պետք է ամեն գնով հաշիվները մաքրել այդ ամբոխից, երկրում վերջնականապես կարգ ու կանոն հաստատել։ Սպասիր տղա, դուրս է գալիս, որ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար անհրաժեշտ էր ձերբակալել մեր Պետրին։ Եթե կռիվն այլ ընթացք ունենար, Պետրն ինձ բանտ կնստեցներ։ Պետրը քեզ։ Ուզում եմ ասել, նրա կողմնակիցները, նրա կուսակցությունը հասկանում ես։ Թանկ կլինեին հիմարներ և ցելիկաներ։ Ինչպես կարող են նրանք քեզ բանտ նստեցնել, Կորնել, չէ որ դու ոչ մի վատ բան չես արել։ Դա կլիներ նույնքան ապօրինի, որքան այն, որ նստեցրել են մեր Պետրին։ Ոչ, Կորնել, ոչ, նրան տարել է չար մարդիկ, չար, դաժան, հիմար մարդիկ։ Ախ, եթե ես կարողանայի բռունցքներով հարվածել նրանց դեմքին։ Մայրիկ, խնդրում եմ։ Սա ինչ է։ Ոչինչ, ինչ որտեղ է փողոցում։ Մայրիկ, խնդրում եմ, փողոց դուրս չգա։ Պետրը սպասում է։ Էլի քո Պետրից ես խոսում, բանը միայն Պետրը չէ, մայրիկ, ես վախենում եմ մեր հաջողության համար։ Այդ տղաս փորձանքի չկա։ Միայն թե մեր ազգը փորձանքի չկա։ Տղաս փորձանքի չկա։ Դու մի անհանգստանա, մայրիկ, ամեն ինչ լավ կլինի, այք տեսնես։ Իսկ Պետրը կվերադառնա։ Կվերադառնա, մայրիկ։ Ոչ, դու ինձ ճիշտ չես ասում, Կորնել։ Տեր Աստված, ինչ եղավ իմ Պետրին։ Տեր Աստված, փրկիր, գտա իմ երեխաներին, գտա սիրտ Աստված համար, խղճա ինձ, փրկիր իմ երեխաներին, Տեր իմ Հիսուս Քրիստոս, աղոթիր Աստծուն երեխաներիս համար, խաչված Տերին, փրկիր իմ երեխաներին։ Բարև մայրիկ։ Ազատել։ Ինչ ազատել։ Պարզապես ես նրանց հետ խոսելիք չունեմ այլևս։ Ես այնպես վախենում էի քեզ համար։ Դե մոտեցիր։ Հարկավոր չէ, մայրիկ, խնդրում եմ։ Նստիր այդտեղ։ Ինչ է պատահել տղաս։ Ուր է բաճկոնը։ Այնտեղ է, այնտեղ։ Երևի կուղարկեն։ Նրանք կարգ ու կանոնի այնպիսի սիրահարները։ Ովքեր։ Նրանք սպիտակները։ Հարկավոր չէ լույսը մի վառեր, մայրիկ։ Ես շատ եմ ցավում, բայց պիտի մի բան ասեմ քեզ։ Հենց դրա համար էլ եկել եմ։ Ավելի լավ է ես ինքս ասեմ, քան մեկ ուրիշը։ Չէ պատահել տղաս։ Միայն թե դու մի բարկանա, մայրիկ։ Բայց իսկապես ես ոչ մի կերպ դրա պատասխանը տալ չեմ կարող։ Կորնելը նույնպես չի կարող։ Ինչի պատասխան։ Ինչի պատասխան։ Մայրիկ, ինչ դժվար ես հասկանում։ Ախր դա պետք էր սպասել։ Կորնելն էլ գիտեր այդ։ Հիմա արդեն անցած գնացած բան է։
եղել ես շատ վաղուց, մայրիկ, կես ժամից ավելի։ Դե, ինձ գնդակահարեցի։ Ախ, Տեր Աստված, այս ինչ արի, ես օգնեցե գոլֆկա այդտեղ, ո՞ն դրա։ Ինչ է պատահել։ Մայրիկը, չգիտեմ հանգարց մայրիկը։ Հարկավոր են զգուշ լինել։ Արդ Պետր, այս ինչ է։ Մայրիկը լավ չէ։ Կարծես թե սիրտն է։ Տես մայրիկ։ Հանդիստ պարկիր մայրիկ։ Ասա ինձ Պետր, ինչու այսպես վախեցիր մայրիկին։ Եվ հետո, ինչպես հայտնվեցիր այստեղ։ Մի րոպե հայրիկ։ Տեսնեմ։ Իսպես 1, 2, 3, 1, 2 Այս մեկը ուղիղ սրտին է դիպել հայրիկ։ Այո, դիպուկ հարված է։ Ինչպես պատահեց։ Դեմարին պատին հայրիկ։ Երևում է զինվորներն են կրակել։ Այո, զինվորները։ Հուսամ, որ հայրենիքին չես դավաճանա Պետր։ Ոչ հայրիկ, ես կռվում էի բարձր ու վսեմ գործի համար։ Զինվորների դեմ։ Աստծոդ խելքից չի պարկում զավակս։ Մեր կողմում էլ զինվորներ կան հայրիկ։ Երկու կողմում էլ զինվորներ։ Այո, Մերոնք մերոնց դեմ։ այո հայրիկ, այո։ Ձեզ մոտ ինչ որ խառնը շփոթ է տղաներ։ Դա ինձ դուր չի գալիս Պետր։ Առայժմ ուշագնաց է։ Կարծես թե քնած է։ Դե լավ է։ Միայն նա կարող է մեզ լսել։ Եվ մեզ հետ խոսել։ Միայն մեր մայրիկը կարող է մեզ տեսնել։ Նա դեռ չի կտրել կապը մեզ հետ։ Ախ, ինչ հիմարն եմ ես։ Ինչ է պատահել։ Հարց մակերեսների իմ նախագիծն եմ նայում։ Ես փորձում եի ինքնաթիռի նոր թևեր նախագծել։ Այ այստեղ հարկավոր էր հավասարեցնել։ Ասա ինձ Պետր։ Դու այնուամենայնիվ քեզ տղամարդավորի պահեսիր։ Իհարկե հայրիկ, իհարկե։ Կեցես տղաս, կեցես։ Ընտանիքի պատիվը բարձրես պահել։ Երևի սարսափելի բան է, երբ քեզ այդպես բռնում են ու գնդակահարում։ Էլ մի ասի։ Կանգնում ես ձեռքերդ կապած, իսկ դիմացդ շարվում են 6 զինվոր։ 6 գյուղացի տղա։ Ես նրանց շատ էի խղճում։ Լինել նրանց տեղը չէի կամենա։ Աչքերդ կապված չէին։ Ոչ հայրիկ թույլ չտվի։ Կեցես։ Իսկ ով է հրաման տալիս։ Հագած կապած ինչ որ մի ճղճղան լեյտենանտ։ Կորցրել էր գլուխը, բայց գոռոզանում էր։ Հենց իմ աչքի առաջ ատրճանակը լցրեց, տեսեք պատրաստում եմ, որ եթե հանկարծ զինվորները վրիպեն։ Այ քեզ հրեշավոր բան։ Այդպես է պետք, Օնդրա, այդ կերպ չի կարելի։ Այդ փուչ կենթանին ջղերից վրա ազդում էր հայրիկ։ Ես էլ վերցի ու ասացի դենը կորիր տխմարի մեկը հերիք է գլուխ տանես, ես կտամ հրամանը։ Այդ չպետք է անեիր Պետր, չպետք է անեիր։ Ինչու։ Գնդակահարությունը դա լուրջ գործ է։ Այ ես մի անգամ ներկա եմ եղել գնդակահարության, բայց դա կարևոր։ Ինչ որ բանում պիտի սիրտ տաս քեզ, չէ։ Զինվորները ծիծաղեցին, ես էլ ծիծաղեցի եւ կարծես բոլորը մի տեսակ թեթևացան, իսկ նա կարմրեց։ Խանեց սուրը, ծաղարտաց, զգաստ, նշանար, ագերտասած տղեշք, ինչ, տղներս ծալվեցին, անկարդ այնպեսի մի տղաչ թուլություն զգացի ոտներումս, քիչ մնաց ըգնեի, ինքս իմ աչքում փալաս դարձած, զարմանալի բան, չեմ էլ հիշում, թե այդ այլանդակը երբ կորած կրակ, զգացի միայն, որ սառը քամի անցավ մազերից միջով, դավախից եմ, գուցե, բայց պետք է ասեմ ձեզ հայրիկ, որ դա սոսկալի զգացում է, սոսկալի զգացում։ Կարող ես ինձ չպատմել ողջ երջին, ու դա չես կարող պատկերացնել, ոչ դու, ոչ մեկ ուրիշը չեք կարող պատկերացնել։ Դա լավ ծանոթ է ինձ, երբ ես վայր էի ընկնում ինքնաթիռով։ Դե դա միայն մի ակնթարթ է։ Սուր ես այդպես կարծում։ Այս 2000 մետրից կհավիժելը բավական երկար է տևում։ Առհասարակ չի կարելի որոշել, թե ինչքան ժամանակ ես վայր ընկնում։ Թվում է, թե մի ամբողջ հավիտենություն։ Եվ
Ողջ ժամանակ քեզ թվում է, թե ողջ երկիրը շուռ է գալիս գլխիդ։ Բայց այդ ժամանակ բութ բարձորոշ հաշիվ ես տալիս քեզ։ Նայում ես, թե որտեղ ավելի հարմար կլինի ջարդուփշուր լինել։ Այ այնտեղ չէիր ուզի, այնտեղ ծառերը շատ են։ Իսկ այ այն դաշտավայր ավելի հարմար է։ Իսկ քոնն ինչպես եղավ, Օնդրա։ Դե ես բավական ժամանակ ունեի։ Իմը երկարեց մի քանի օր։ Ինչը, մեռնելը։ Այո, իհարկե։ Ես դեռ 3 օր առաջ գիտեի, որ վերջ ես եկել է։ Ինչի մասին ասես չէի մտածում։ Ինչեր ասես չէի հիշում։ Իսկ դրա հետ մեկտեղ ես նաև զբաղված էի ուսումնասիրությամբ։ Ահա առաջին ախտանշանը, երկրորդը Լիարդը դավաճանեց Օնդրա և ստիպված էի գնալ հեռավոր ճամփորդության։ Ասա ինձ, Օնդրա, քեզ ինչպես կպավ այդ դեղին տենդը։ Փորձ էինք անում, հայրիկ։ Մենք ուզում էինք պարզել, թե փոխանցվում է միկրոբը մոծակների և այն մարդկանց միջոցով, ովքեր անցել են հիվանդության առաջին փուլը։ Դա դեռ լրիվ պարզված չէր։ Ես էլ թույլ տվի, որ այդ փորձարկվող մոծակը թունավորի ինձ։ Եվ հիվանդացար տենդով։ Հիվանդացա, հայրիկ, և այն էլ ինչպես։ Բայց դա հակասում էր մեր ենթադրություններին։ Իսկ այդ փորձը ինչ նշանակություն ուներ։ Գիտական նշանակություն, հայրիկ։ Մենք ուզում էինք պարզել, թե ինչպես է զարգանում միկրոբը մոծակի օրգանիզմում։ Դա շատ կարևոր է, հայրիկ։ Եվ ինչ, դժվար մահ է տենդով մեռնել։ Դժվար է, սիրելի, դժվար։ Ուրեմն, միայն հայրիկն է գեղեցիկ մահով մեռել։ Ինչու ես այդպես կարծում։ Գրոհի ժամանակ ես վիրավոր գերին գա և բնիկները ինձ տան ճամահարին։ Իմ այս պատմությունը տաներ ես հորինել էի մայրիկի համար։ Այ ասում են, կյանքը զոհել, ինչ որ վսեմ նպատակի համար, հավատի, մարդկության, փրկության, ու էլի նման բաների համար։ Բայց երբ այդ նույնը քեզ հետ է պատահում։ Այդ ժամանակ է, որ միանգամայն ուրիշ կերպ է ներկայանում պատահածը։ Եթե մարդիկ ի վիճակի լինեին պատկերացնել, թե այդ րոպեին ինչ է կատարվում մարդու հետ, հավանաբար մեծ չէին խոսի, թե ինչ գեղեցիկ է, անում ինչ որ բանի մեռնել, գեղեցիկ։ Ես իմ մահվան մեջ ոչ մի գեղեցիկ բան չեմ տեսնում։ Ես էլ Չեմ տեսնում։ Այո, մարդիկ միշտ էլ մեռել են ինչ որ բանի համար, ով իմանա ինչի համար։ Ես գիտեմ,
Ձեզանից յուրաքանչյուրը իր կյանքը տվել է հանուն մի բարձր նպատակի։ Օնդրան գիտության, իրջին տեխնիկական առաջընթացի, իսկ Պետրը դու հանուն ինչի մռահվել է։ Հանուն հավասարության եւ ազատության։ Իսկ ես հանուն հայրենիքի, հանուն թագավորի եւ դրոշի պատմի։ Այս բոլորը շատ նամեքներ, շատ աստիվ, բայց ես ավելի հին հանգուցյալ եմ եւ ահա թե ինչ կասեմ ձեզ։ Բայց չեր լինի, եթե մի քիչ էլ ապրեինք, տղաներ։ Ես շատ էի սիրում կյանքը, շատ։ Իսկ հիմա նայում եմ ձեզ և մտածում, գրողը բան, գուցե ձեզանից ամեն մեկը մի կարևոր գործով հռչակվեր, թե չէ հերոսներ, ափսոս, շատ ափսոս։ Կարող էինք դեռ ապրել զավակներս։ Այո, մարդու կատաղությունն էլ գալիս է, երբ միայն կարող ես նայել, թե ուրիշներն ինչեր են անում։ Մենք մեռյալներս մրսում ու զարչում ենք։ Սումբեր կրակում են։ Լսում ես Պետր, գնդացիր է։ Դա սկիզբն է դեռ։ Ախ, եթե կարողանայի նրանց հետ լինել։ Այդ մերոնք են անցնում հարձակման գնդացրով, մաքրում են ճանապարհը եւ առաջ են սլանում։ Ինչ քաջություն։ Ոչ իզուր չէ որ մեռել եմ ես։ Խելագարվել են, կրակում են փողոցներում, սա սպանդանոց է։ Թող լինի սպանդանոց։ Հարկավոր է տեղ մաքրել նոր աշխարհի համար։ Ախ, Օնդրա, իրժիկ, դրա համար ափսոս չէ զոհաբերել կյանքը, նույնիսկ հազարավոր կյանքեր։ Լսում եք թնդարոտների որոտը սկանչելի է։ Ախ, եթե կարողանայի նրանց հետ լինել։ Իսկ հիմա կրակում են բոլոր կողմերից։ Սա ինձ դուր չի գալիս տղաներ, սա կանոնավոր ճակատամարտ չէ։ Սա ավելի շուտ, արյունալի ջահ է։ Ինչ կարող ես անել։ Վերջապես ժողովուրդը պետք է հաշիվները մաքրի այդ դավաճանների հետ, թե ոչ։ Դու ձեռքին է ռադիոկայան։ Բարձման է մեր ձեռքին, ապա փորձի դիրժիկույցը լսենք։ Դուրություն։ Ոսում է սպիտակների շտաբը։ Չի կարող մտահել։ Ուշադրություն։ Սպիտակ զորքերի հրամանատարը վերջին անգամ Սևերի ավազակախմբին առաջարկում է վերջ տալ կռվին քաղաքի փողոցներում։ Զենքերը ցած դրեք։ Հակառակ դեպքում 5 րոպեից հրաման կտրվի հրետանուն կրակ բացանել քաղաքի վրա։ Արգելած դեպքում կսկսվի օդային ռմբակոծությունը։ Բարբարոսներ, դուք այդ բանը չեք անի։ Դուք միայն ուզում եք վախեցնել մեզ, պիտակ կազաններ։ Ուշադրություն։ Քաղաքն ավերելու եւ մարդկային զոհերի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սևերի ղեկավարության վրա։ Մինչև վերջին րոպեն մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, իսկ նրանք այդ ժամանակ անցավոր կերպով սպանում էին մեր պատանդներին, մեր սպաներին, քաղաքի բնակիչներին։ Սուտ է շներ, արյունարմուշներ, այդ դուք սկսեցեք առաջինը, իսկ սա ինչ է դեր կարծիքով։ Ուշադրություն։ Անցած երշի։ 2 րոպե հետո Ստացիր երշի, լսիր։ Հրետանին կսկսի գնդակոծել քաղաքի կենտրոնը։ Վերջին անգամ Սևերին առաջարկում ենք հանձնվել։ Այդ
ճանապարհով միայն կարող ենք մեր քաղաքը փրկել չտեսնված ավերումի։ Ոչ, մի լսեք նրանց ընկերներ չանձնվեք։ Թող ավերեն քաղաքը, եթե բանն այդտեղ է հասել։ Ուշադրություն։ Անջատիր։ Ուրեմն, կարելի է մեռնել, անուն ինչ-որ բանի։ Իհարկե կարելի է։ Ձևեր առաջ։ Հանուն ազատության, հանուն հավասարության ընկերներ չանձնվեք։ Թող ավերեն քաղաքը, թող կործանվի ժողովուրդը, միայն թե հաղթանակի մեր գործը։ Ավելի լավ է մեռնել, քան թե հաղթանակեն այդ սպիտակ շները։ Սպասեք, մայրիկը։ Նա ուշքի է գալիս։ Եվ այն էլ այս պահին, խեղճ մայրիկ։ Մայրիկ, մնաս բարով մայրիկ։ Ուջակս, մենք միշտ քեզ հետ ենք։ Սա ամպրոպ է մայրիկ, կանցնի։ Մարդասպաններ։ Կորնել, Տոնի, ուր է, պետը, կորնել, Մայրիկ, Տոնի, մայրիկ, դու այդտեղ ես, ես քեզ էի փնտրում, մայրիկ։ Տոնի, այս ինչ է կատարում։ Կրակում էր մայրիկ, բայց այստեղից շատ հեռու է, մայրիկ։ Դու մեր Ուր է այստեղ, մայրիկ։ Պետեր, Տոնի, Պետերը, ուր է, ինչ է սա, Տոնի, տեղ դիրատ ճանակը, այդ խաղալիքները քեզ համար չէ։ Ես այնպես, մայրիկ, ես մտածում էի, եթե պետք լինի, մայրիկ, կորնելն ասում է, մայրիկ, կորնելն ասում է։ Կորնել, ուր է կորնել, Մայրիկ, կորնել, եթե դու մի անհանգստանա, մայրիկ, նա գնաց այդտեղ, մեծրեց հրացան ու ասաց, մայրիկն ասա, թող չբարկանա, որ ես ստիպված եմ ոչել նա, բայց ես պարտավոր եմ այդտեղ։ աչքի առաջ ամեն օր եք զենքեր դինում։ Չեմ ուզում։ Փողոց էլ չպիտի նայի։ Ինչ պետք է իմանա, թե ինչ կա աշխարհում։ Իսկ դու պիտի լռես։ Դու պիտի լռես։ Անորությունները հայտարարիր ամեն տեղ, միայն թե ոչ այստեղ։ Այստեղ տեղն ու տնօրենը ես եմ։ Դու այլևս չես պղտորի Տոնին միտքը։ Հա, ինչ կասես սրա։ Սա հանցագործություն է։
Հանցավոր կերպով խախտվել են մարդկային բոլոր իրավունքները, ոտնահարվել բոլոր համաձայնագրերը, առանց պատերազմ հայտարարելու օտարտերության հրետանին եւ ինքնաթիռները գնդակոծում են մեր քաղաքները։ Թշնամին սպասել, որ մեր ժողովուրդն ինքն իրեն թուլացնի քաղաքացիական այրունահեղ կռիվներով եւ այժմ ներխուժել է մեր երկիրը կարգ ու կանոնի վերականգնման պատրվակով։ Ով է տվել նրան այդ իրավունքը, ինչ պատճառով է նա նվաճում մեր երկիրը։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին, լսեցեք, 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 կատարվել է հանցագործություն, անլուր ոչրագործություն, մեր ժողովրդին, մեր դժբախտ, տառապած ժողովրդին հոշոտում են վայրի գազանների նման։ Ինչ ես գորում ինձ վրա, հանցագործություն, իսկ հանցագործություն չէր, որ գնդակահարեցին իմ Պետրին, ոչրագործություն չէր, որ զոհվեցին իմ կորնելը, իմ Պետրը, դու չես ճանաչում իմ տղաներին, եթե իմանայիր, թե ինչպես էին իրենցով լցնում այս տունը, կարող ես աշխարհով մեկ գոռալ, ես էլ էի գոռում, եւ ինչ, կարծում ես որևէ մեկ արձագանք կտես։ Թշնամուն դիմագրավող մեր զորքերը կռվում են անօրինակ խիզախությամբ, բայց նրանք չեն կարող դիմանալ, եթե օգնություն չստանան։ Մենք կոչ ենք անում բոլոր տղամարդկանց, բոլորդ իզեն, մենք կոչ ենք անում ձեզ մեր երկրի կանանք, բոլորդ լծվեցեք աշխատանքի, զբաղեցրեք տեղերը ձեր ամուսինների եւ որդիների, որոնց կուղարկեք մեր դրոշի ներքո։ Ոչ, ես այլևս ոչ ոք չունեմ, ես այլևս ոչ ոք չունեմ, Տոնին երեխա է, աշխարհում այդպիսի օրենք չկան, երեխաները պատերազմ գնան, ոչ։ Ես ձեր հայրենիքն եմ, կոչ եմ անում բոլոր տղամարդկանց, ես մայր հայրենիքն եմ, աղաչում եմ իմ զավակներին, պաշտպանեցեք իմ զավակներս։ Ոչ, դու մայր չես, եթե մայր լինեիր, նրանց չէիր թողնի, նրանց սենյակում կպահեիր, ինչպես ես, կողպեքի տակ կպահեիր, ինչպես ես, ու կգոռայիր, չեմ տա։ Մայրի։ Տոնի, դու էլ։ Ոչ, դու կենթանի ես, Տոնի, Ինչ ես ասում այստեղ, Տոնի, գնանք, ես չեմ ուզում, որ դու լսես այս կնոջը։ Բայց նա կանչում ես, մայրիկ։ Թող կանչի, Տոնի, եւ այլևս այստեղ չկար տղա, ես այս սենյակ բանալիով կփակեմ։ Ինչու։ Որպեսզի մեզ ոչ ոք չտեսնի, որպեսզի տունը մեր անձեր կստանա։ Բայց մայրիկ։ Տոնի, մի վախենա, մեզ ոչ ոք չի տեսնի, միայն թե դու ոչ մի տեղ չգնաս, մենք մկների նման կթաքնվենք նկուղում։ Մայրիկ, խնդրում եմ բաց թողից, ես ուզում եմ կամավոր գնալ, ես չեմ կարող այստեղ մնալ։ Տոնի, դու խելագարվել ես, ձեր երեխա է, ձեր 17 տարեկան է չկա։ Ոչ մի նշանակություն չունի, մայրիկ, մեր դպրոցի բարձր դասարանի աշակերտները բոլորը կամավոր կգնան, խնդրում եմ մայրիկ, ետ մի բայրի, ես արդեն խոսք եմ տվել։ Ում։ Իմ դպրոցական ընկերներին։ Տոնի, դա ավելի շատ մորդ է վերաբերում, քան դպրոցական ընկերներին։ Դու չես գնա, ես քեզ չեմ թողնի։ Մայրիկ, բայց ինչու հենց ես չպետք է գնամ։ Որովհետև ես այդ չեմ ուզում տղաս, բավական է։ Մայրիկ, չոր կարող է կործանել ամեն ինչ, եւ հայրենիքը, եւ ժողովուրդը զարհուրելի պատերազմ է, մայրիկ։ Ես դրանում մեղք չունեմ, Տոնի։ Մենք մայրերս ոչ մի անգամ պատերազմ չենք մղել, տղաս։ Մենք միայն հատուցել ենք մեր զավակներով։ Բայց ես այնքան հիմար չեմ, որ տամ իմ վերջինը, ամենավերջինը, որ մնացել է ինձ։ Ոչ, Տոնի, ես քեզ չեմ տա։ Կա հրաման բոլոր տղամարդիկ պարտավոր են ներկայանալ։ Դու տղամարդ չես, Տոնի, դու իմ երեխան ես։ Երեխա չեմ, մայրիկ։ Երեխա չես։ Եվ դու ուզում ես պատերազմ գնալ։ Այո, մայրիկ։ Եվ դու կարող ես որևէ մեկին սպանել։ Այո։ Եթե պետք է։ Դու դա կնեիր սիրով։ Այո, մայրիկ, երթագույն սիրով։
ստիպված ես լինում, ուրեմն դու կթողնես։ Ոչ տուն։ Ոչ, ես ձեր ու համար կին եմ, ես որդուս չեմ տա այն գործին, որ անիծել եմ, ձեր պատերազմները շատ թանկ նստեցին ինձ վրա, տղաս դու չես գնա, ես քեզ չեմ թողնի։ Մայրիկ, եթե դու ինչ թողնես, ես կփախչեմ։ Փախչես, եւ դու ինձ կթողնես մենակ։ Միթե ես կարող եմ ապրել, եթե դու չլինես տոնի, չէ որ ես այլևս ոչ ոք չունեմ։ Գիտեմ, Մայրիկ, գիտեմ, բայց ես գիտեմ, որ կարող եմ զոհվել։ Ես դա պարտ պատկերացնում եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի, Մայրիկ։ Մենք վճռեցինք, որ դա պարտք է, մեր ընդհանուրի պարտք, մեր վսեմ պարտք է։ Վսեմ։ Մայրիկ, եթե դու ինչ թողնես, ես… Ինչ կանես, ինչ, կարհամարես ինձ, կատես ինձ, ինչ արած, արհամարիր ինձ փոքրիկս, արհամարիր։ Մայրիկ, խնդրում եմ, ետ մի պահեր ինձ։ Գնա տոնի, բայց իմացիր, որ ինձ սպանում ես։ Դե, ինչու չես գնում։ Մայրիկ, մի բարկանայից վրա։ Ես չգիտեմ, թե ինչպես կեզ բասատրեմ, բայց թուտր որ նա մեր հայրենիք խոսի և դու կտեսնես, որ ես պետք է գնա։ Ես ոչինչ չեմ տեսնի տոնի, իմ աչքերը կուրացել են լաց լինելուց։ Ես միայն տեսել եմ ձեզ, իմ երեխաներին, կարճ շավիկներով տկլորներին, իմ սպանված թռչնակներին, որոնց դժբախտություն է։ Չէ, Տոնի, մոտեցին ես Տոնի, թող իմ լավ նայեք քեզ։ Ինչքան ես մեծացել, Տոնի, այո, պետք է քեզ վայես իսկական տղամարդու նման։ Այդ Մայրիկ, տեսնում ես, ուրեմն դու չես կարող լքել, ձեր, Իվան, ու արմոր, որ նահանում աշտ։ Ես ինչ կանեմ, ես կվազվզեմ փողոցներում և կգորամ, որ անիծում եմ այս պատերազմը, անիծում եմ նրանց, ովքեր ձեզ ուղարկում են կռվելու։ Ոչ, Տոնի, ոչ, դու չես տա, Տոնի, դու պետք է խղճաս մորդ, Տոնի։ Մայրիկ, եթե ես քեզ պետք է, ես ճիշտ եմ։ Գնանք, մենք պետք է նախապատրաստվենք այս պատերազմին։ Խեղճ Մայրիկ, Խեղճ Տոնի, տղայի համար սա ողբերգություն։ Լսում եք, զորքեր են անցնում։ Գնում են ռազմաճակատ։ Լավ են քայլում։ Մեկ, երկու։ Ոսի ռադիոն ինչ-որ բան է հաղորդում, հա Իրշի, հարկավոր է իմանալ, թե ինչ է կատարվում։ Տեսնենք։ Մեր արևելյան բանակը համար մարտեր մղելով նահանջում է, աջ թևումն ապահում է դիրքերը, ապավինելով լեռնաշղթային և համար դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։ Օդային մարտերում ցած է գծված թշնամու 17 ինքնաթիռ, մեր 9 օդաչուներ չեն վերադարձել։ Թշնամին շարունակում է գնդակոծել մեր անպաշտպան քաղաքները։ Սպանվածների թիվը բնակչության մեջ հասնում է 8000-ի։ Թշնամու ինքնաթիռներից գնդակոծված Վիլյամեդի քաղաքի ճակատագրի մասին
մանրամասն տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Դուք այստեղ եք, սև խավարասերների նման հավաքրել եք, ինչ եք ուզում ինձանից, մենք հոգիակս, քեզ մոտ ենք եկել հենց այնպես, դուք ինձ մոտ չեք եկել հենց այնպես, Ռիխարդ, ինչի մասին էիք խոսում, Մայրիկ, սիրելիս, պարզապես ուզում ենք քեզ հետ լինել այս ծանր օրերին, Չես խապում Ոնդրա, ինչի մասին էիք զրուցում։ Ոչ մի բանի մասին, Մայրիկ, մենք պարզապես լսում էինք վերջին լուրը։ Չեմ կարծում, որ դա կարող է ձեզ հետաքրքրել։ Մեզ, մեռածներից, ոչ մենք շատ ենք հետաքրքրվում, ավելի շատ, քան դու կարծում ես, Մայրիկ։ Երբ պատերազմն է սկսվում, մենք մեռածներս վեր ենք գնում տեղից։ Մենք մայրիկ այնպես չենք մեռած, ինչպես դու պատկերացնում ես։ Չէ որ այն ինչ հիմա կատարվում է, մեր ճակատագիրն է, մեր գործը։ Այո, ձեր գործը, բայց եթե ձեր գործը այսպես է ընթանում, դուք բարձրանալու ոչինչ չունեք։ Չանես, այս պատերազմը դեռ չի վերջացել, այս պատերազմը դեռևս կարելի է փայլուն և ոշահել։ Ամենից վատն այն այրիկ, որ մեր կադրային հրամկածն է ոչ շատված։ Քիչ սպաներ կան, այս քաղաքացիական գրվում նրանց ճանքերի պես կոտորում էին։ Դուք արեցիք այդ կոդարածը կորնել։ Ոչ մենք չարինք Պետր, այդ դուք եք մեղավոր ձեր անարխիզմով, ձեր խաշամու ժամբողով, ձեր պացիֆիզմով։ Ոչ դուք եք մեղավոր ձեր ցնդալոտներով, դա ավելի վատ էր։ Ինչ ես կարծում մենք պիտի հանգիստ սպասենք, թե դուք ինչպես եք ժողովրդին փչացնում։ Մենք ժողովրդին սովորեցինք մահից երկյուղ չունենալ եւ կռվել։ Այո, բայց չսովորեցիք հնազանդվել։ Այո, նա ձեզ չի հնազանդվի, պատերազմից հետո կտեսնես։ Ինչպես չէ, պատերազմից հետո կզբաղվեն ձեր անմիտ զառընցանքներով։ Այո, կզբաղվեն, հենց այն ժամանակ կզբաղվեն։ Այ այստեղ կերևա թե ինչով ուտ է տվել այդ պատերազմը։ Սիրտ Պետր, եթե որևէ մեկը պետք է շահի պատերազմը, ապա դա ազգն է։ Այդ պատճառով էլ ես խոսնում եմ պատերազմը։ Նա վերջ կդնի նոր եւ ավելի լավ աշխարհ կառուցելու ձեր տխմար եւ աղետաբեր բարբաջանքին։ Երեխաներ ինչպես չեք ամաչում, դեռ վիճում եք։ Այդ պատճառով զոհվեցիք, դա դեռ քիչ է։ Ահա, այս գետի վրա կարելի է կազմակերպել փայլուն պաշտպանություն։ Սակրի փառահեղ զոնախառ, ամուր հաստատվել կենտրոնում, իսկ հետո այդ անպիտաններին քշել դեպի ծովի կողմը։ Հարկավոր է մտածել այրիկ։ Ճակատը ճեղքելու համար հսկայական ուժեր են հարկավոր։ Իհարկե, բարեկամս, իհարկե, բայց չէ որ մենք բոլորս կգնանք։ Իհարկե, այրիկ։ Այդ ովքեր բոլորը Ռիխարդ։ Դες, բոլորը մենք եւ նույնպես։ Ավելի քան դու կարծում ես, Մայրիկ։ Ժողովրդին պետք է որ նրա մերյալները գնան իջեն։ Եթե այդ պատերազմը տանուլ տրվի, դուրս կգա որ մենք իզուր ենք զոհել մեր կյանքը։ Կստացվի որ ամեն ինչ վերջացել է եւ մեզնից մեռածներիցս ոչինչ չի մնացել։ Երեխաներ, Ռիխարդ, դուք իսկապես ուզում եք գնալ։ Պետք է գնալ, Մայրիկ։ Դու հո գիտես, որ հիմա զորակոչում են բոլորին։ Հայրիկը կգնա իր նախկին գնդի հետ։ Ես կուզենայի կամավորների հետ գնալ։ Դե իսկ ես երևի օթաչուների հետ գնամ։ Այ եթե տոնի իմ գուն ընկներ։ Ռիխարդ! Դա հիանալի գունդ էր, հառապանց գունդ։ Ես այդպես էլ գիտեի, բայց ես տոնին ձեզ չեմ տա։ Լսում եք հանգիստ թողեք տոնին, հանգիստ թողեք տա։ Շատ տխուր է, եթե այդպես է, ես շատ եմ խղճում տղային։ Մայրիկ, հասկացիր, որ ինչ չափազանց նվաստացած կա իրեն, եթե ստիպվածնի տանը մնա։ Այսպես թե այնպես նա մայորի տղա է։ Հայրիկը զոհվել է կռվի դաշտում հերոսի մահով։ Սա կռիվ է հանուն հայրենիքի։ Նա պարտավոր է ներկանալ։
դա տոնի պատիվն է։ Ես էլ եմ խնդրում մայրիկ։ Վերջացրեք այս խոսակցությունը։ Եվ հեռացեք այստեղից։ Բայց մայրիկ, Հեռացեք այստեղից։ Ես այլևս չեմ ուզում ձեզ տեսնել։ Մայրիկը մեզ չի վստահում։ Մայրիկ, մենք տոնի համար վատ օրինակ ենք, ճիշտ է։ Տղամյակս, եթե հայրենիքի ճշմարտության համար չհատուցեին կյանքով, ապա նույն այդ կյանքը այդպես թանկին չէր ունենա։ Ու գնա տղանավամյակս։ Բայց որ դու տոնին երբեք չես տեսել, ծնվերից չես նստացրել, նա չափազանց թույլ է զինվորական ծառայության համար։ Դե դու ասա, Օնդրա, դու բժիշկ ես, դե ասա նրանց, որ նա չի կարող գնա։ Դե ասա, ինչու ես լռում։ Չես ուզում խոսել։ Այդ դեպքում դու ասա, դու կարող ես տոնին պատկերացնել հրացանը։ Դու էլ չես ուզում խոսել։ Այդ դեպքում դու ասա, կորնել, կամ դու կերկոք։ Ոչ, ձեզնից ոչ մեկը չի սիրում տոնին։ Ջակս, սիրում են, շատ ենք սիրում։ Միայն թե տղան կտանջվի, եթե մնա տանը։ Տանջվի, եթե նրա համար այդքան մեծ զողողություն է մոր հետ մնալ։ Ոչ, տոնին էլ չի սիրում։ Ոչ մայրիկ, նա շատ է սիրում քեզ, մենք բոլորս էլ սիրում ենք քեզ։ Ոչ, Օնդրա, ոչ, դուք առհասարակ չգիտեք, թե ինչ բան է սերը։ Դուք միշտ ավելի կարևոր բան եք ունեցել, քան սերը, իսկ ես չեմ ունեցել։ Ոչ, Ռիխարդ, երևում է, որ դուք չեք հասկանում ինձ։ Ես ինչպես կարող եմ թողնել այդ մանչուկին, որ նա պատերազմ գնա։ մեզ ստիպված է իր բաց թողնել, մայրիկ։ Ճիշտ չէ, ես ձեզ բաց չեմ թողել, բայց դուք միշտ էլ ունեցել եք ձեր սեփական աշխարհը, ուր ես ոչ մի կերպ չէի կարողանում թափանցել։ Ձեր աշխարհը, ուր դուք մեծ չափահաս մարդիկ էիք խաղում, բայց միթե դուք ինձ համար երբևէ մեծ կամ չափահաս եք եղել, կամ միթե ես ձեր մեջ տեսել եմ հերոսների, ոչ տղաներ։ Ես ձեր մեջ տեսել եմ իմ սպանված թռչնակներին, որոնց դժբախտություն է պատահել։ Իսկ դու, Ռիխարդ, դու գիտես, թե ինչ ես եղել ինձ համար։ Ես ինչ մեղք ունեմ, ես ինչ գործ ունեմ ձեր հեռավոր Աֆրիկայում։ Մինչդեռ ես պետք է տայի այդ երկրի համար մի մարդու, որ պատկանում էր ինձ։ Բայց այնքան վաղուց էր։ Ոչ ինձ համար վաղուց չէ։ Ինձ համար այդ բոլորը ներկա ժամանակ է։ Կամ դու, Օնդրա, դու միշտ տարիքի համեմատ շատ լուրջ պատանին ես։ Կամ դու, Իրջի, քանի անգամ եմ կարկատել քո շալվարները։ Դու միշտ սիրում էիր ծառերին մագլցել։ Կամ դու, Կորնել։ Դե ինչ կարիք կա հիշել ամեն մի մանրուք, մայրիկ։ Ինչ կարիք կա։ Ինձ համար այդ բոլոր մանրուքները ավելի կարևոր են, քան ձեր բոլոր պատերազմներն ու արշավները։ Այդ մանրուքներով էի կարողանում ապրել։ Իսկ երբ դուք ձեր գլուխները լցնում էիք ինչ-որ մեծ բաներով, դուք դուրս էիք պրծնում իմ ձեռքից։ Մայրիկ, խնդրում եմ մի նեղանալ, բայց այս անգամ իսկապես խոսքը այնքան կարևոր գործի մասին է։ Ոչ, Օնդրա, եթե խոսքը տոնիի մասին է, այլևս ոչ մի խոսք չլինի։ Ես չեմ ուզում լսել այդ մասին։ Դուք ձեր մեծամեծ գործերն ունեք, ես իմը։ Դուք ձեր պատիվն ունեք, ձեր պարտքի զգացումը, ձեր հայրենիքը, էլ Աստված գիտե թե ինչ։ Եվ պարտքի զգացումը հոգյակս։ Այո, պարտքի զգացում։ Ես էլ ունեի այդ պարտքը, դուք էիք։ Այդ պարտքը դուք էիք, իմ տունը դուք էիք։ Դե ուրեմն բացատրեցեք ինձ։ Ինչու ես որ մայր եմ, ես որ կին եմ, ես պետք է հատուցեմ ձեր սխրանքների համար։ Մեզ վրա մի բարկացիր։ Ես ձեզ վրա չեմ բարկանում։ Ես աշխարհի վրա եմ բարկանում, որովհետև նա միշտ մեռնելու է ուղղակում իմ զավակներին, հանուն ինչ-որ բանի, հանուն փառքի, պատվի, հայրենիքի, եւ ինչ դրանից մեր աշխարհը մազաչափ անգամ լավացել է, առհասարակ պետք էր մեռնել ինչ-որ բանի համար։
Քեզ։ Մի նայեք։ Երեխաներ, մի նայեք։ Ռիխարդ, մի նայեք։ Ես սոսկալի տեսք ունեմ, երբ բարկանում եմ։ Դու պարզապես Մակարիում բնավորություն ես։ Դու էլ կգնայիր մեռնելու, եթե դա հարկավոր լիներ։ Այո, բայց ձեզ համար, ամուսնուս համար, երեխաներիս համար, ես կին արարածս ինչ գործ ունեմ ուրիշ բաների հետ։ Ոչ, ես տոնին ձեզ չեմ տա։ Հայրիկ, իմ կարծիքով մայրիկն իրավացի է։ Տոնին իսկապես, ֆիզիկապես թույլ է, փոքրինչ անհեռանդ պատանի է։ Դա ավելի շուտ հոգեկան թուլություն է։ Նա մի տեսակ խանդավառ եւ միևնույն ժամանակ անչափ երկչոտ։ Այո, դրանում նա մեղք չունի Իրջի, մեղավորը ջղերն են։ Տոնին օժտված, բայց ջղային տղա է։ Ափսոս տղա, այդպես էլ նրանից ոչինչ չի դուրս գա։ Ափսոս Տոնի։ Ոչ, մի հավատա դրանց, Ռիխարդ, մի հավատա, նրանք միշտ թերագնահատել են նրան։ Եթե միայն իմանայիք, թե Տոնին ինչ ուժեղ տղա է դարձել, նա ինքն եկավ ինձ մոտ, սկսեց խնդրել, ես չթողի նրան, ու չեմ էլ թողնի, չեմ թողնի նրան։ Որովհետև չեմ ուզում մենակ մնալ։ Ռիխարդ, չէ որ ես այլևս ոչ ոք չունեմ, Տոնից բացի, ծծեցեք երեխաներ, ծծեցեք, ասացեք, որ ես չպետք է տամ Տոնին, չէ որ ինձ այլևս ոչինչ չի մնա, միթե ես ոչ մի իրավունք չունեմ նրա վրա ում կյանք եմ տվել, միթե ես այս 1000 տարվա մեջ այսպես էլ ոչ մի բանի արժանի չեղա, լսեցեք երեխաներ, աղաչում եմ ձեզ, արեք այս միակ բանը, ձեր տանջահար, խելքը թրծրած մոր համար, և ասացեք, որ ես չպետք է տամ նրան, դե ասացեք, ինչու եք լռում, ասացեք, ինչու եք լռում։ Լսեցեք, բոլոր տղամարդկանց կոչ ենք անում, իզեն, կոչ ենք անում բոլոր տղամարդկանց, մենք մարտնչում ենք հանուն այն հողի, որ մեր հայրերինն ու մեր զավակներինն է, հանուն անցած ու գալիք սերունդների, զենք վերցնելու կոչ ենք անում ողջ ժողովրդին։ Ինչ եմ դա։ Ուշադրություն։ Ինչպես հաղորդում է Հյուսեյն բանակի հրամանատարությունը, մեր զորքերը շարունակում են մարտեր մղելով ետ նահանջել։ Համառ պայքար է մղվում ամեն մի դիսհողի, ամեն մի գյուղական խրճիթի համար։ Գյուղացիները հրաժարվում են լքել իրենց տները և հրացանը ձեռքերին պաշտպանվում են։ Զոհերի թիվը շատ մեծ է։ Ինչ մեղք են այդ գյուղացիները։ Ինչ արած այդպես է պետք։ Այնուամենայնիվ նրանք կասեցնում են թշնամու առաջ խաղացումը։ Լսեցեք։ Հենց հիմա ռադիոհեռագիր ենք ընդունում մեր Գորգոն նավից։ Մի րոպե, ինչ-որ բան անընթեռնելի է։ Մեր Գորգոն նավը, Աստված, ներեցեք, այդ նավում իմ տղան է։ Մեր վարժական Գորգոն նավը, որի վրա են 400 ծովային կադետներ, փորձարեց ճեղքել թշնամու շրջափակումը, որպեսզի վերադառնա իր նավահանգիստը։ Ժամը 5:07 թշնամուն հաջողվեց տորպեդահարը և ծակել մեր նավը։ Գորգոնը սուզվում է։ Գորգոնի վրա գտնվող կադետները խնդրում են հարազատներին հաղորդել իրենց վերջին ողջույնը։ Տղաս, իմ տղան։ Դու էլ
Ուշադրություն, Գորգոնի կատետներ, ուշադրություն, Գորգոն նավի կատետներ, հայրենիքը իր վերջին ողջունն է հղում ձեզ։ Հայրիկ, հայրիկ, Հայրիկ ընտում է դերխոս։ Գերագույն հրամանատարության շտաբը հայտնում է, որ առավոտյան օդային հարձակման ժամանակ թշնամու ռումբերով հիմնահատակ ավերվել է Վիլյամեդիա քաղաքը։ Ռումբերից մեկը ընկել է հիվանդանոցի վրա, սպանվել է 60 հիվանդ։ Քաղաքը բոցերի մեջ է։ Հայրիկ խնդում եմ ձեզ։ Լսեցեք, մենք կոչ ենք անում, մեր կոչն ուղում ենք ողջ աշխարհին, լսեցեք մարդիկ, այսօր առավոտյան օդային հարձակման ենթարկվեց Բորգա գյուղը, թշնամու օդացիուները ռումբեր նետեցին գյուղական դպրոցի վրա, դպրոցից փախած և փրկվելու փորձանող երեխաներին նրանք գնդակոծում էին, 80 երեխա վիրավորված է, 19 սպանված, 38 երեխա կտոր են եղել դպրոցի վրա ընկած ռումբերից,